մեկը Հայգազ Վասարյանի սպանության հետ կապված, երևի թե մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և նաև ինչու՞ չէ ինստիտուտի ղեկավարության աշխատանքի վրա։ Նախ ասեմ, որ ռազմական ինստիտուտը իր առջև դրված խնդիրները իրականացրել է։ Եթե ռազմական ինստիտուտը չիրականացնել, մենք չէինք կարող այսօր զինված ուժերը ապահովել համապատասխան հրամանատարական կազմով։ Եվ մենք ունենք հրամանատարների մի մեծ համաստեղություն, որոնք որ այսօր իրենց գրագիտությամբ, իրենց ունակություններով չեն տարբերում ոչ խորհրդային միության, ոչ այլ կադրային սպաներից, դեռ ավելին առանձնանում են նաև իրենց գրագիտությամբ, գաղափարական և նաև հայրենասիրական համապատասխան դաստիարակությամբ։ Ցավոք սրտի նաև այսպիսի կարելի ասել կազմակերպված և կատարյալ կառույցներում են լինում ցավալի երևույթներ և նաև բացթողումներ։ Այդ բացթողման շուրջը մենք համապատասխան որոշում ընդունել ենք մեծ քանակությամբ պաշտպանության նախարարի հրամանով անցկացված ծառայական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձինք են պատժվել, ազատվել, շատ շատերը նրանցից փոխարինվել են։ Այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում զինված ուժերի այլ զորամասերից, այլ զորամիավորումներից լավագույն սպայական կազմով համալրելու ռազմական ինստիտուտը և փոխարինելու այն սպաներին, ովքեր որ այսպես կամ երկար ժամանակ են եղել ռազմական ինստիտուտում, կամ իրենց ունակություններով այլևս չեն համապատասխանում որպես պրոֆեսորադասախոսական կազմ և նրանց մենք փոխարինում ենք։ Հարցը այսօր իրավական դաշտում է և իրավական դաշտում համապատասխան գործունեություն ծավալվում է և մենք իրավապահ մարմինների հետ հետևելու ենք, որպեսզի մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և ըստ օրենքի պատժվեն։ Ներեցեք մի հավելում, ում որ մեղադրյալներից մեկի հայրը այստեղ Վարդաշյան պաշտոնյա է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել արդեն վարչական չարաշահումների հետ կապված, պաշտոնական դեպքի չարաշահման հետ կապված, սա ինչով է պայմանավորված։ Բոլոր մեղադրանքները ուրեմն այդ քրեական գործի շրջանակներում են և այսօր իրավապահ մարմինները զբաղվում են կհասցնեն մինչև վերջ։ Պաշտոնական չարաշահումը խոսում է նրա մասին, որ լինելով այդ պաշտոնում երևի թե որդու համար այս կամ այն ժամանակահատվածում այսպես ազատ պայմաններ է ստեղծել։ Մենք կվերահսկենք և կհասցնենք մինչև վերջ։